Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Նանի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Երևանի Սիլվա Կապուտիկյանի փողոցում ավտոմեքենաներ են բախվել, այրվել է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը մարդատար, իսկ մեկը բետոնախառնիչ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Սերգեյ Լավրովը կժամանի Երևան, ռուսական կողմի հաղորդմամբ կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարները։ Այս ընթացքում նախատեսվում են նաեւ տարբեր հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ալեն Սիմոնյանի հրավերով Երևան է ժամանել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի գլխավորած պատվիրակությունը։ Արդեն կայացել են Ալեն Սիմոնյանի եւ Անիտա Դիմիտրիուի հանդիպումը եւ համատեղ մամուլի ասուլիսը, ինչ են քննարկել երկու երկրների խորհրդարանների ղեկավարները։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Գրիգորյանը մասնակցել է նաեւ Թեհրանի երկխոսություն ֆորում 2025-ին հարց ու պատասխանի ձևաչափով։ Երևանի քաղաքապետը խստորեն դատապարտել է ապօրինի շինարարությունը, այն որակելով որպես հողի գողություն։ Տիգրան Ավինյանը խոստացել է, քաղաքապետը անշարունակելու է ամենակոշտ մեթոդներով վերացնել նման դրսևորումները։ Կայացել է քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցություն։ Տեղի է ունեցել որակի նշան մրցանակաբաշխությունը, որը հնարավորություն է ստեղծում ճանաչելու եւ խրախուսելու այն կազմակերպություններին, արտադրանքներին կամ ծառայություններին, որոնք առանձնանում են բարձր որակով, նոր արարությամբ եւ պատասխանատու գործելակերպով։ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում մեքենաների բախման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է, այս մասին տեղեկացնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, նշելով, որ նախնական տվյալներով բարեբախտաբար տուժածներ չկան։ Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր ժամը 16:02-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել, դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարներ 4 մարտական հաշվարկ, տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը մարդատար, իսկ մեկը բետոնախառնիչ։ Հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանն էլ հայտնել է, որ բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատարին, ինչի հետևանքով պայթյուն է եղել եւ հրդեհ բռնկվել, որի հետևանքով էլ կայանված 3 մեքենաները հրդեհվել են։ Վարորդները մեքենայում չեն եղել։ Բետոնախառնիչ մեքենայի վարորդին հաջողվել է այդ ընթացքում արագ դուրս գալ մեքենայից։ Նա վնասվածքներ չի ստացել, նշել է Սիմոնյանը։ Այլ թեմաներ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ից 21-ը աշխատանքային այցով կժամանի Երևան։ Կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարները հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ օրակարգում կլինեն նաեւ երկկողմ գործակցության հարցերի քննարկում, Եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում գործակցություն, նաեւ միջազգային հարթակներում առաջին հերթին ՄԱԿ-ում դիրքորոշումների համաձայնություն։ Նախատեսվում է 2025-26 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում։ Մոսկվան հույս ունի, որ այցը կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի միջև քաղաքական եւ միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխհմբռնման աճի եւ երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը։ Ասված է հաղորդագրության մեջ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ այցի ընթացքում նախատեսվում են տարբեր հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով էլ Երևան է ժամանել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի գլխավորած պատվիրակությունը։ Արդեն կայացել են Ալեն Սիմոնյանի եւ Անիտա Դիմիտրիուի հանդիպումը եւ համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ խորհրդարանների նախագահները նախ ողջունի խոսքեր են հղել միմյանց, ապա խոսել երկու երկրների միջև հարաբերությունների ել ավելի սերտացման մասին։ Կողմերը կարևորել են ինչպես ռազմավարական գործընկերության ձևաչափով գործակցության խորացումը, այնպես էլ միջազգային հարթակներում իրավունքի գերակայության եւ մարդասիրական խնդիրների համատեղ պաշտպանությունը։ Հայաստան-Կիպրոս հարաբերություններում նոր մակարդակի անցման ակնկալիք կա ռազմավարական գործակցության ձևաչափով։ Այս մասին համատեղ ասուլիսում ամփոփելով պաշտոնական հանդիպման արդյունքները հայտարարել են Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն։ Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ կողմերն արդեն տարբեր ոլորտներում ունեն սերտ գործակցություն, իսկ այժմ ժամանակն է այն բարձրացնելու ռազմավարական մակարդակի։ Մեր կողմից նաեւ առաջարկ եղավ
բարձրացնել մեր համագործակցության աստիճանը մինչև ռազմավարական գործընկերության համագործակցությանը եւ Տիկին Դիմիտրյան իր կողմից դրական արձագանքեց այս առաջարկին։ Ըստ Սիմոնյանի միջազգային հարթակներում Կիպրոսի ներկայացուցիչները միշտ աջակցություն են ցուցաբերում Հայաստանին, ինչն էլ առանձնահատուկ նշանակություն ունի հայկական կողմի համար։ Այն հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, այսինքն մենք երկու անգամ ավել ենք ներկայացված եւ ինչի համար եւ ես Տիկին Դիմիտրին եւ մեր բարեկամ Կիպրոսին շատ շնորհակալ եմ եւ պետք է ասեմ, որ Հայաստանը նույնպես մշտապես Կիպրոսի կողքին է եւ Կիպրոսի ժողովրդի կողքին է։ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դմիտրիուն էլ ընդգծել է. Կիպրոսը լիարժեք աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին եւ կարեւորում է Հայաստանի եվրոպական ուղին։ Մենք հուսով ենք, որ հնարավորին շուտ խաղաղության պայմանագիր կկնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը մեզ տեղեկացրել է այդ ուղղությամբ արվող ջանքերի մասին։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել դիվանագիտական շրջանակներում իրականացվող բոլոր փորձերին։ Ի վերջո, խաղաղության պայմանագիրը պետք է ոչ միայն ստորագրվի, այլև լիարժեք կյանքի կոչվի։ Դա կօգնի Հայաստանի Հանրապետության անդամակցությանը ԵՄ-ին, նաեւ մնացած երկրների հետ ավելի սերտ հարաբերությունների կառուցմանը։ Երբ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկիր ծաղկում է, զարգանում է, վերահաստատում ենք։ Մենք ամեն կերպ կաջակցենք այս ընթացքին եւ այդ նախաձեռնությանը։ Մենք ձեր կողքին ենք դեպի Եվրոպա, ձեր ճանապարհին։ Դմիտրիուն նաև նշել է, որ Կիպրոսն աջակցում է խաղաղության հաստատմանը ամբողջ տարածաշրջանում, այդ թվում Հայաստանում։ Խաղաղություն հարկավոր է նաև Կիպրոսին։ Ինչպես գիտեք, Կիպրոսն արդեն 50 տարի է բաժանված է։ Կիպրոսն էլ մեկ օրինակ է հասկանալու, հարկավոր է, որ լինեն խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն։ Բարձրաստիճան հյուրի խոսքով իր այցի ընթացքում իրապես հուզիչ է եղել Արագածոտնի մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ հանդիպումը։ Իր ելույթում Դմիտրիուն վերահաստատել է. միջազգային հարթակներում Հայաստանը եւ Կիպրոսը պետք է շարունակեն գործակցել համերաշխության սկզբունքով։ Բացի դրական ուղերձներից Կիպրոսի խորհրդարանի նախագահն անդրադարձել է նաեւ մարդու իրավունքների խախտումներին, մասնավորապես Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների խնդիրներին ու ընթացող դատավարություններին։ Մենք չենք կարող համաձայնել այն ամենին, ինչ հակադրվում է միջազգային իրավունքին, մարդու իրավունքներին։ Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Ես լիահույս եմ, որ այնինչ այսօր տեղի է ունենում Բաքվում իր հանգուցալուծումը կգտնի։ Դմիտրիուն քննադատել է Ադրբեջանում ընթացող շինծու դատավարությունները, շեշտելով այսօր 2025 թվականին նման դրսևորումները պետք է բացառվեն։ Սոնա Գիշյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ հապկում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Այսօր Բիշկեկում մեկնարկած ՀԱՊ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հերթական նիստի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալիտ Ասմագամբետովը, նկատելով Կովկասում որոշակի դրական շարժեր են նկատվում։ Չնայած խաղաղության պայմանագիրը ստորագրելու միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, երկու երկրների ղեկավարների նախորդ շաբաթ կայացած կարճ հանդիպումից հետո առաջընթացի վերաբերյալ որևէ հայտարարություն չհնչեց։ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևը կրկնեց խաղաղության պայմանագրի ստորագրման իր նախապայմանները։ Հայաստանի սահմանադրության փոփոխություն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տասնյակ տարիներ աշխատած ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման ընթացքից եւ կարեւորել փոխայցելությունների ակտիվացումը։ Փեզեշքյանն իր ջեն ողջույններն է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաև Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը եւ կարևորել Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Նրանք ընդգծել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը եւ առկա հնարավորությունները։ Թեհրանում Գրիգորյանը մասնակցել է նաև Թեհրանի երկխոսություն ֆորում 2025-ին հարց ու պատասխանի ձևաչափով։ Նա ներկայացրել է Հայաստանի արտաքին եւ ավանդական քաղաքականության բազմազանեցման ուղիները, ընդգծելով բոլոր պետությունների հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը։
Գրիգորյանն անդրադարձել է նաև հայ-իրանական գործակցությանը, նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին, շեշտելով խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը։ Անցնենք միջազգային նորություններին, Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ Արդաբիլով անցել է Ադրբեջան, որտեղ այսօրվանից երկու երկրները կսկսեն Արազ 2025 համատեղ զորավարժությունները։ Հաղորդել են իրանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ վարժանքները անցկացվելու են Ղարաբաղի այսպես կոչված ազատագրված տարածքներում, մինչև մայիսի 21-ը։ Զորավարժությունների մեկնարկից առաջ երկու երկրների բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Բաքվում։ Միջազգային մյուս նորություններին ծանոթացեք տեսաշարով։ Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցել Հռոմի Լեո 14-րդ պապի գահակալության արարողությունը, պատարագին մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, քաղաքական գործիչներ։ Հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հռոմի նոր պապն ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստն է, որն իր համար ընտրել է Լեո 14-րդ անունը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վատիկանում Հռոմի Պապ Լեո 14-րդի երթմնակալության շրջանակներում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի հետ։ Սա Զելենսկու եւ Վենսի առաջին հանդիպումն էր փետրվարին Սպիտակ տանը տեղի ունեցած աղմկահարույց բանավեճից հետո։ Վենսի խոսնակը հայտնել է, որ հանդիպումը տեղի ունեցել ԱՄՆ դեսպանի նստավայրում, քննարկումներին մասնակցել են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Զելենսկիի գլխավոր օգնական Անդրեյ Երմակը։ Իրանը որպես միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հետևողական մասնակից, որն անթույլատրելի է համարում միջուկային զենքի արտադրությունն ու կիրառումը, անընդունելի է համարել իրեն խաղաղ միջուկային արդյունաբերության իրավունքից զրկելը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գիտնականների Պագուոշյան շարժման պատվիրակության հետ համատեղ նիստում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է իր բացառապես խաղաղ նպատակով միջուկային ծրագրի նկատմամբ վստահության ամրապնդման միջոցառումներին, այդուհանդերձ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետություններին տրամադրված միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման, ներառյալ ուրանի հարստացման իր ժողովրդի օրինական եւ անօտարելի իրավունքի հարցում Իրանը չի կարող փոխզիջումների գնալ, ընդգծել է նախարարը։ Իսրայելի բանակը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Գազայի հյուսիսում գտնվող ինդոնեզական հիվանդանոցի, ըստ հրապարակման ներսում գտնվել է 55 մարդ հիվանդներ եւ բուժաշխատողներ։ Հիվանդանոցը դադարեցրել է գործունեությունը։ Մայիսի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գեդեոնի կարգը ցամաքային գործողության մեկնարկի մասին Գազայի հատվածի հարավում եւ հյուսիսում կանոնավոր եւ պահեստային զորքերը 24 ժամ մարտեր են մղել։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելի պատվիրակությունը Դոհայում Համասի առաջնորդների հետ բանակցություններում ձգտում կապիտուլացիայի եւ պաղեստինցի զինյալների վտարմանը անկլավից։ Բուխարեստի կենտրոնամետ քաղաքապետ Նիկուշ Շորդանը հաղթել է մայիսի 18-ին Ռումինիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջ անցնելով ծայրահեղ աճ ազգայնական մրցակից Ջորջե Սիմեոնից։ Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով Նիկուշ Շորդանը ստացել է ձայների 54%, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Ջորջե Սիմեոնը 46%։ 55-ամյա մաթեմատիկոս Դանն իր մրցակցից առաջ է անցել վերջին օրերին, միայն ավելի վաղ նա հետ էր մնում եվրոսկեպտիկ Սիմեոնից, որը կողմ էր Ուկրաինային ռազմական օգնության դադարեցմանը։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը կայացել էր մայիսի 4-ին, Ջորջե Սիմեոնը հավաքել էր ձայների գրեթե 41%, իսկ Դանը 21%։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այսօր իր երկրի համար ամենամեծ վտանգն Ուկրաինայի մուտքն է Եվրամիություն։ Ուկրաինան նրա խոսքով անգործունակ սնանկ պետություն էր նույնիսկ պատերազմից առաջ, իսկ մարտերից հետո հիմնովին ավերվել է, ուստի Կիևն ուրիշների փողերի կարիքն ունի եւ հետեւաբար Օրբանի խոսքով ձգտում է անդամակցել ԵՄ-ին։ Ուկրաինացիներին չի հետաքրքրում, որ նրանք պատերազմ կբերեն ԵՄ, կկործանեն ԵՄ ֆերմերներին։ Մենք չենք ցանկանում ներքաշվել նրանց պատերազմի մեջ, կործանել մեր ֆերմերներին Եվրոպայում ապահով երկիրը վերածել մաֆիայի որջի, եւ մենք չենք ցանկանում, որ հունգարանցիների գումարները Բրյուսելի միջոցով գնան նրանց մոտ, ասել է Օրբանը։ Շարունակում ենք թողարկումը։ Տեղի ունեցել որակի նշան մրցանակաբաշխությունը, որի հնարավորությունն է ստեղծել ճանաչելու եւ խրախուսելու այն կազմակերպություններին, արտադրանքներին կամ ծառայություններին, որոնք առանձնանում են բարձր որակով, նորարարությամբ եւ պատասխանատու գործելակերպով։ Այս նախաձեռնության նպատակն է խթանել որակային չափանիշների պահպանումը տարբեր ոլորտներում, նաեւ բարձրացնել սպառողների վստահությունն ու տեղեկացվածությունը։
Հայ սպառողը հաճախ կանգնում է կարևոր հարցի առաջ, ինչպես ընտրել որակյալ արտադրանք, ինչպես տարբերել իրական որակն արտաքին փաթեթավորումից կամ գովազդային խոստումներից։ Որակի նշան ընկերությունը, որը 6 տարի շարունակ ընտրում, գնահատում եւ պարգևատրում է ոլորտների առաջատարներին, այս անգամ վերադառնում է նոր նախագծով ու նոր տեսլականով, այսուհետև ոչ միայն բացահայտելու, այլև կրթելու նպատակով։ Որակի նշան հաղորդաշարը հորդորում է, որ լավագույն որակ ապահովող ընկերություններն իրենց պարտքը պետք է համարեն սպառողին որակյալ եւ անվտանգ արտադրատեսակներով ապահովելը, որը իրականում պահանջում է մեծ ջանքեր, քանզի մինչև որակյալ արտադրանքին հասնելը այդ ամենը երկար շղթա է գործում, որակի վերահսկողություն, տեխնոլոգիական ապահովվածություն, մասնագիտական կարողություններ։ Նոր հաղորդաշարը կդառնային հարթակը, որտեղ յուրաքանչյուր սպառող կստանա հստակ, հիմնավորված եւ մասնագիտական պատասխաններ այն հարցերին, որոնք մշտապես անհանգստացնում են, ինչպես տարբերակել իսկականը, որ բրենդն է արժանի վստահության եւ որն է անվտանգ։ Որակի նշան հաղորդաշարի շրջանակներում մշտապես լինելու է դեգուստացիա, համտեսում սպառողների կողմից, ինչպես նաեւ մասնակիցների ընկերությունների անխտիչ բոլոր արտադրատեսակների լաբորատոր փորձաքննություններ, որի արդյունքում որակի նշան կարժանանան միայն այն ընկերությունները, որոնք այդ փորձարկումների արդյունքում որակապես բարձր եւ անվտանգ չափորոշիչների համապատասխան ցուցանիշներ են ապահովել։ Որակի նշան ընկերություն, որն ունի բազմաճյուղ գործունեության հարուստ պատմություն, ընդգրկուն աշխարհագրություն։ Հայաստանում եւ արտերկրում կայացած բազմաթիվ մեգանախագծեր, միջոցառումներ ու մրցանակաբաշխություններ աշխարհի առաջատար երկրներում։ Ընկերության նպատակն է ամենամյա հաճախականությամբ մեկ հարկի տակ հավաքել լավագույն մասնագետների ամբողջ աշխարհից։ Այդ են վկայում մինչև օրս ինչպես Հայաստանում, այնպես էլ Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, Մոնակոյում իրականացված, հաջորդիվ նաև օվկիանոսից այն կողմ Նյու Յորքում եւ Դուբայում իրականացվող մրցանակաբաշխությունները, որտեղ մրցանակակիրները կստանան իրենց արժանի գնահատականը։ Որակի նշան ընկերությունը եւ BS Cosmo միջազգային բիզնես ակումբը միասին նախատեսում են տարեվերջին Հայաստանում անցկացնել սպառողների համար անվտանգ եւ որակական չափորոշիչներին համապատասխան ընկերությունների նախադեպը չունեցող որակի նշան BS Cosmo ցուցահանդես վաճառքը։ Բիզնեսները չեն, որ կարող են ներկայանալ, այսինքն ընտրված բիզնեսներ, ովքեր ներկայացնում են որակ, լավ պրոդուկտ սպառողի համար, այն բիզնեսները, ովքեր լավ պրոդուկտ են ունենում, նույն ձևի ունենան այդ որակի նշանը։ Ու համատեղ ֆիլտրելու ենք այն գործարներին, այն բիզնեսներին, որոնք կարողանում են վերջնական սպառողին տալ լավագույն պրոդուկտը։ Հայաստանի Հանրապետությունում սպառողները պաշտպանության կարիք ունեն, քանի որ օրենքի չիմացության հետևանքով հաճախակ է ոտնահարվում նրանց իրավունքը։ Ուստի որակի նշանը գնում է որակի հետքերով, որպեսզի դուք վստահորեն իրականացնեք ձեր ընտրությունը, բացահայտեք անտեսանելի մանրուքներն ու անզեն աչքով չերևացող տարբերությունները։ Որակն արդեն ունի իր նշանը։ Այս ծրագիրը բավականին շատ կարևոր է բոլորիս համար, տարանջատելու իսկական ապրանքի որակը եւ անորակությունը։ Լիահույս եմ, որ սպառողները ապրանք ընտրելիս միանշանակ կարևորեն որակը ապրանքի։ Որակի նշան ընկերությունն իր առաքելությունն է համարում հայկական արտադրողներին, հանրային ծառայության ոլորտում աշխատող ընկերություններին, ինքնակառավարման մարմիններին ավելի ճանաչելի դարձնելը ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։ Որակի նշան ընկերության ծրագրերի ղեկավար Արտակ Բաղունցի խոսքով լավագույնների ընտրությունն իրականացվում է հատուկ ընթացակարգով։ Մեր համար տարբերություն չկա, օրինակ փոքրայինքը մանր ինքարտադրությունը փոքր բիզնես է, թե մեծ բիզնես է, մենք ընտրում ենք լավագույնը։ Այսինքն կարող են ամենափոքր արտադրողը ինքը լինի լավագույնը լաբորատոր փորձակնությունից հետո։ Բարձրակարգ թիմ եւ հավատարիմ հաճախորդներ, որոնց աջակցությունն ուժ է տալիս հասնելու մեծ արդյունքների։ Հայաստանի առաջատար մասնագետներն ու ընկերությունների ներկայացուցիչները նշում են, այս կարևոր գնահատականը ոչ միայն մեծ պատիվ է, այլև խթան արդիմոտեցումներով եւ արդիլուծումներով ստեղծելու նորը, հավատարիմ մնալով որակի եւ արդյունավետության բարձր չափանիշներին։ Ռուիչի, Շանրեյ, Դոնգֆենգ եւ Skywell մեքենաների ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ ասեմ, որ մենք Հայաստանում առաջին էլեկտրական մեքենաների մասով ստացել ենք որակի նշանի սերտիֆիկատը։ Մենք ներմուծում ենք էլեկտրական մեքենաներ Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից։ Լուսինե Գրիգորյան, Սերյան Հակոբյան, Ֆրի Նյուզ, Ազատ լուրեր։
Հաջողված բարդ կլինիկական դեպքեր Հայաստանի առաջատար մասնագետների կողմից այս ամենին հասնել հնարավոր է միայն մասնագիտական բարձրակարգ թիմի համատեղ աշխատանքի դեպքում, որտեղ իրենց կարևոր դերակատարություն ունեն նաև բուժքույրերը։ Նորք Մարաշ բժշկական կենտրոնը բուժքրոջ միջազգային օրվա առիթով Երևանում կազմակերպել է բուժքրոջ օր 2025 գիտաժողովը, հուսալով, որ դրա արդյունքը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ առողջապահական համակարգի վրա։ Մարդիկ, որոնք առաջինն են հանդիպում բուժառուին, հետևողականորեն խնամում են, աջակցում եւ մարդակենտրոն առողջապահություն ձևավորում։ Նրանք ոլորտի լուր հերոսներն են։ Օրը սկսում են վաղ առավոտյան, հաճախ ավարտում կեսգիշերին։ Նրանց աշխատանքը գնահատվում է ոչ միայն մասնագիտական հմտություններով, այլև մարդկային վերաբերմունքով։ Նրանք մեր բուժքույրերն ու բուժակներն են։ Հենց նրանց միջազգային օրվա առիթով Երևանում անցկացվեց Բուժքրոջ օր 2025 գիտաժողովը։ Գլխավոր կազմակերպիչը Նորք Մարաշ բժշկական կենտրոնն է, որը գործակցում է Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի հետ։ Նորք Մարաշ բժշկական կենտրոնը արդեն 30 տարի գոյություն ունի, 30 եւ ավել տարի գործունեություն ունի եւ ինքը բոլորին շատ հայտնի է ոչ միայն նրանով, որ ցուցաբերում է որակյալ բուժօգնություն, այլ նաեւ շատ կարեւորում է շարունակական կրթությունը։ Ինքը ասես դպրոց լինի, որտեղ բոլորը գնում են, թրծվում են եւ որակյալ բուժօգնություն են ցույց տալիս։ Այդտեղ կարեւորում են նաեւ բուժքույրերի շարունակական կրթությունը եւ որակյալ բուժօգնության ցուցաբերումը։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվող գիտաժողովը հյուրընկալեց մինչև 400 մասնակից Հայաստանի տարբեր բուժհաստատություններից։ Օրակարգում էին բուժանձնակազմի դերը վերաիմաստավորող հիմնական թեմաները՝ բուժքրոջ դերի բարձրացում եւ նոր մոտեցումներ, ուղեցույցների եւ փաստաթղթավորման ստանդարտների թարմացումներ, բուժառուի նույնականացման կարեւորությունը, իրավական եւ էթիկական գիտելիքների զարգացում եւ այլն։ Չկա բուժ հիմնարկ, որ չկարևորի իր բուժքրոջ դերը։ Չկա մի բժիշկ, որ կարող է միայն ինչ-որ մի բան անել, ստեղծագործել ու ստանալ արդյունք։ Բուժքույրը մեր զինակից հարազատն է, եղբայրն է, քույրն է, որը մեզ այդ պատերազմի մեջ է մտնում հիվանդության հետ եւ մեզ այդ պատով դուրս է գալիս, չի կարելի չկարևորել բուժքրոջ դերը։ Նորք Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի խոսքով իրենց բուժկենտրոնը հարթակ է ոչ միայն ուսուցման, այլև գիտելիքների փոխանակման եւ գործակցության համար։ Այստեղ բուժքույրերին կրթելուց զատ նրանց գործելու լայն հնարավորություն են տալիս, ինչն էլ էապես ազդում է բուժառուների բուժման էֆեկտիվության վրա։ Ըստ կենտրոնի ղեկավարի, ի հեճուկս երբեմն առաջացող խնդիրների եւ դժվարությունների, մարդկանց կյանքեր փրկելու վեհ գաղափարն ու նպատակներն ավելի ուժեղ են։ Ուստի մասնագիտական թիմին ոչ մի խոչընդոտ չի կարող շեղել իր ուղուց։ Եվ ահա այսօր բժշկական կենտրոնն իրականացնում է բացառիկ վիրահատություններ ու արձանագրում նոր հաջողություններ։ Մեր կենտրոնը որոշակի առանձնահատկություն ունի, քանի որ մենք աշխատում ենք բուժքույրերին հենց ուսումնական հաստատությունից հետո հրավիրել մեր բժշկական կենտրոն, անցկացնել դասընթացներ, ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ, եւ բոլոր բուժքույրերը անցնում են հատուկ վերապատրաստում, որը տևում է մոտ 4 ամիս, եւ արդյունքում ունենում ենք պրոդուկտիվ հարաբերություններ բուժքույր-պացիենտ, բժիշկ-բուժքույր, բուժքույրերի միջև, որը բերում է բավականին լավ արդյունքների։ Բուժքրոջ օր 2025 գիտաժողովը եւս նպաստավոր պայմաններ է ստեղծում վերազինվելու նոր առաջադեմ գիտելիքներով եւ ձևավորելու առողջապահության նոր որակ։ Ժամանակի 100%-ը պացիենտների կողքը գտնվում են հենց բուժքույրեր ու իրանց պատրաստված լինելը, կիրթ լինելը շատ մեծ նշանակություն ունի պացիենտների լավացման, դուրսգրման հարցում։ Այդ իսկ պատճառով Նորք Մարաշ բժշկական կենտրոնը կարևորում է շարունակական զարգացումը, կրթությունը այդ ոլորտում։ Նորք Մարաշ բժշկական կենտրոնը ստեղծման պահից կարևորել է բուժքույրերի դերը եւ ամենաառաջի տեղում իհարկե մեր կենտրոնի համար բուժառուների անվտանգությունն է, այդ իսկ պատճառով վերակենդանացման ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ամեն մի պացիենտի մոտ գտնվում է մի բուժքույր։ Այդ իսկ պատճառով մենք կարողանում ենք մաքսիմալ խնամք եւ ուշադրություն ապահովել մեր պացիենտներին եւ շարունակական կրթելը թույլ է տալիս նաեւ բարձրացնել բուժքույրերի որակը։ Մասնակիցները նշում են, որ այսպիսի գիտաժողովները հարթակ են բուժքույրերի եւ բուժակների համար քննարկելու, սովորելու եւ վերաիմաստավորելու իրենց կարևոր դերը ժամանակակից առողջապահության համակարգում։
Լուսինե Գրիգորյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։ Եվ թողարկումից անմիջապես հետո ազատ զրույցի տաղավարում Արտուր Կիրակոսյանը կզրուցի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։